Յոգան հակաքրիստոնեական է։ Այսօր շատերը զբաղվում են յոգայով, մտածելով, որ դա պարզապես մարմնամարզություն է կամ հանգստանալու միջոց։ Շատ հաճախ կարելի է լսել. ես յոգայով եմ զբաղվում միայն առողջության համար։ Դա կապ չունի կրոնի հետ։ Իրականում, եթե ուսումնասիրենք յոգայի իրական աղբյուրները, կտեսնենք, որ այն ստեղծվել է ոչ թե որպես ֆիզիկական վարժությունների շարք, այլ որպես խորը կրոնափիլիսոփայական ուղի, որի նպատակն է մարդու գիտակցության արմատական փոխակերպումը եւ ազատագրումը։ Եվ հենց այստեղ է սկսվում խնդիրն այն մարդու համար, ով իրեն քրիստոնյա է համարում։ Այս տեսանյութում պարզ, փաստարկված եւ արդար մոտեցմամբ կտեսնենք, թե ինչ է յոգան իր իսկ դասական աղբյուրների համաձայն, եւ ինչու է այն հիմնարար մակարդակում անհամատեղելի քրիստոնեական հավատքի հետ։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Յոգան ծագում է հին հնդկական կրոնափիլիսոփայական համակարգերից՝ հինդուիզմից, վեդանտայից եւ սանքյայից։ Յոգա բառը սանսկրիտում նշանակում է միավորում կամ ձուլում։ Հինդուիզմում յոգայի նպատակն է մարդու եսի կամ ատմանի միավորումը համընդհանուր իրականության կամ տիեզերքի հետ՝ բրահմանի։ Այստեղ խոսքը ոչ թե անձնական Աստծո հետ հարաբերության, այլ անանձնական, ամեն ինչի մեջ լուծված իրականության հետ ձուլման մասին է, որը հինդուիստական ուսմունքի սիրտն է։ Այսինքն, յոգան չի ասում միայն շարժվիր, շնչիր եւ առողջ եղիր։ Այն ասում է փոխիր քո ներքին եսը եւ քո պատկերացումը իրականության մասին։ Ֆիզիկական վարժությունները այստեղ պարզապես միջոց են հոգեվոր նպատակին հասնելու համար։ Յոգայի ուսմունքում Աստված սովորաբար պատկերացվում է ոչ թե որպես անձ, այլ որպես ինչ-որ ընդհանուր ուժ կամ իրականություն, որի մեջ ամեն ինչ միավորված է, վերոհիշյալ բրահմանը։ Այստեղ Աստված չի խոսում, չի սիրում, չի դատում։ Այն իրենից ներկայացնում է անանձնական, համընդհանուր իրականություն։ Քրիստոնեության մեջ, սակայն, Աստված անձնավորված է։ Նա սիրում է, խոսում է, առաջնորդում է մարդուն։ Քրիստոնյայի համար Աստծո հետ կապը հարաբերություն է, այլ ոչ թե ձուլում կամ էության միավորում։ Յոգան սովորեցնում է, որ մարդու իրական խնդիրն այն է, որ նա չի հասկանում, թե ով է ինքը իրականում։ Ըստ այդ ուսմունքի, մարդը պետք է հասկանա, որ իր ներսում կա նույն ուժը, ինչ ամբողջ տիեզերքում։ Այսինքն, վերջնական նպատակն է ասել. ես նույնն եմ, ինչ համընդհանուր իրականությունը։ Քրիստոնեությունը այլ բան է ասում։ Այն սովորեցնում է, որ մարդը ստեղծված է Աստծո կողմից, բայց էությամբ Աստված չէ եւ չի կարող անձնավոր Աստծո էությանը միավորվել։ Մարդը կոչված է ապրել Աստծո հետ, ոչ թե դառնալ Աստված։ Յոգան առաջարկում է մի ճանապարհ, որտեղ մարդը քայլ առ քայլ, վարժություններով եւ տեխնիկաներով փորձում է հասնել լուսավորության կամ ներքին ազատության։ Այս ամենը հիմնված է մարդու սեփական ջանքի վրա։ Քրիստոնեությունը ասում է, որ մարդը չի կարող ինքն իրեն փրկել։ Փրկությունը քրիստոնեության մեջ շնորհ է Աստծո կողմից ձեռք բերված հավատի միջոցով, այլ ոչ թե ձեռքբերում գործերով։ Յոգայով մարդը փորձում է դատարկել իր միտքը, լրացնել բոլոր մտքերը եւ հասնել ներքին դատարկության։ Քրիստոնական աղոթքը լրիվ հակառակն է։ Այն միտքը դատարկելու մասին չէ, այլ Աստծո հետ խոսելու։ Քրիստոնյայի աղոթքը հարաբերություն է, ոչ թե գիտակցության անջատում։ Շատերը ասում են. ես պարզապես շարժումներ եմ անում, առանց հոգևոր մասի, բայց իրականում այդ շարժումները ստեղծվել են հենց կոնկրետ աշխարհայացքի համար։ Դրանք պատասխան չեն։ Եթե ցանկանում եք պարզապես ֆիզիկապես առողջ լինել, կարող եք զբաղվել մարմնամարզությամբ եւ ատլետիկայով, այլ ոչ թե հինդուիստական եւ բուդդիստական կրոնափիլիսոփայական համակարգը կրող եւ քրիստոնեությանը հակասող յոգայով։ Ամփոփելով, քրիստոնեությունը եւ յոգան տարբեր հարցերի տարբեր պատասխաններ են տալիս։ Ո՞վ է Աստված, ո՞վ է մարդը, ինչպես է մարդը փրկվում։ Եվ քանի որ այդ պատասխանները տարբեր են, այս երկու ճանապարհները չեն կարող միավորվել։ Քրիստոնյան կոչված է ոչ թե լուծվելու բացարձակության մեջ, այլ կանգնելու Աստծո առջև, ով սիրող Հայր եւ փրկող Տեր է։